Սարսափելի հրաձգություն Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից զույգ, որոնց դեսպանատան պաշտոնյաները ճանաչել են որպես Յարոն Լիշինսկի և Սառա Միլգրիմ, սպանվել են հեական թանգարանից դուրս գալիս ժամը 9-ից քիչ անց։ Ոստիկանությունը նշում է, որ նրանք եղել են թիրախավորված։ Կասկածյալը մոտեցել է 4 հոգուց բաղկացած խմբի, հանել ատրճանակը և սկսել կրակել։ Վաշինգտոնի ոստիկանապետ Փամելա Սմիթը նշել է, որ կասկածյալը 30-ամյա Էլիաս Ռոդրիգեզն է Չիկագոյից, որը հրաձգությունից հետո մտել է թանգարան։ Թանգարանում գտնվող մի քանի անձ պատմել են, որ միջոցառման աշխատակիցները կարծել են, թե կասկածյալը վկա է դեպքի և նրան ջուր են առաջարկել։ Այնուհետև նա ձեռքը գցել է պայուսակը, հանել արաբական դրոշը և ասել. «Ես եմ արել, ես արեցի սա Գազայի համար»։ Այնուհետև սկսել է բղավել ազատություն Պաղեստինին ու հենց այդ պահին ոստիկանությունը ներս է մտել ու ձերբակալել նրան։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ցույց է տվել, թե ուր է նետել հրազենը և այն հետագայում հայտնաբերվել է։ Մենք չենք հանդուրժի այս բռնությունն ու ատելությունը մեր քաղաքում, հայտարարել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը։ Ոստիկանությունն ու FBI-ը վստահեցրել են, որ համայնքի համար սպառնալիքն ավարտված է և կասկածյալը ամենայն հավանականությամբ գործել է միայնակ։ Ոստիկանությունն ու FBI-ը այժմ քննում են, արդյոք հարձակումը հնարավոր կապ ունի ահաբեկչության կամ ատելության շարժառիթների հետ։ Իսրայելի դեսպանը Միացյալ Նահանգներում հայտարարել է, որ խոսել է նախագահ Թրամփի հետ երեքգիշեր։ Թրամփը սոցիալական ցանցում գրել է. «Այս սարսափելի սպանությունները Վաշինգտոնում ակնհայտորեն հիմնված հակասեմիտիզմի վրա պետք է դադարեցվեն հիմա։ Ատելությունն ու ծայրահեղությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»։ Հրաձգության զոհ դարձած աշխատակիցները պատրաստվում էին նշանադրվել։ Իսրայելի դեսպան Եկել Լայթերը լրագրողներին ասել է, որ Լիշինսկին արդեն գնել էր մատանի, պատրաստվելով հաջորդ շաբաթ առաջարկություն անել Միլգրիմին Երուսաղեմում։ Աշխարհի տարբեր առաջնորդներ արձագանքել են դատապարտելով սպանությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեպքը անվանել է հրեշավոր և հավելել, որ աշխարհը ականատես է դառնում հակասեմիտիզմի և Իսրայելի դեմ վայրագ քարոզչության սարսափելի հետևանքներին։ FBI փոխտնօրեն Դոն Բոնինոն հայտնել է, որ կասկածյալը այժմ գտնվում է ոստիկանության և FBI կողմից հարցաքննության փուլում։ Այսօր վաղ առավոտյան Սան Դիեգոյի ռազմածովային ուժերին պատկանող բնակելի թաղամասում վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել են առնվազն 3 մարդ, տասնյակ տներ և մեքենաներ են վնասվել, մի քանիսը ամբողջությամբ այրվել։ Տուժել են նաև մի քանի բնակիչ։ Ինքնաթիռը մասնավոր ջեթ էր, որը մեկնել էր Նյու Ջերսիի Տիտերբորո օդանավակայանից և վայրէջք էր նախատեսում Սան Դիեգոյի Մոնտգոմերի Գիբս օդանավակայանում։ Սան Դիեգոյի փրկարար ծառայության ղեկավար Դեն Էդին հայտնել է, որ առնվազն մեկ տուն ամբողջությամբ է այրվել, ևս 10 զգալի վնասներ են կրել, ինչպես նաև 6 մեքենա է բռնկվել։ Ամբողջ թաղամասում տիրել է քաոս, մասամբ փլուզված տանիք, օդանավի բեկորներ, հալված ծաղկմանմաններ, ապակիներ։ Մոտակա փողոցներից ավելի քան 100 բնակիչ է տարհանվել։ Մարդիկ օգնություն են ստացել մոտակա դպրոցում բացված ապաստարանում։ Ոստիկանության հաղորդմամբ 5 հոգանոց մի ընտանիք հոսպիտալացվել է ծխից տուժելու պատճառով։ Երաժշտական Sound Talent Group գործակալությունը հայտնել է, որ մասնավոր ինքնաթիռում զոհվել են իրենց 3 աշխատակիցները։ Զոհվածների թվում է գործակալության համահիմնադիր Դեյվ Շապիրոն։ Նա գրանցված է որպես ինքնաթիռի սեփականատեր և ըստ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալների ուներ օդաչուի արտոնագիր։ Գործակալությունը չի հրապարակել մյուս 2 զոհված աշխատակիցների անունները։ Շապիրոն եղել է նաև Velocity Aviation թռիչքային դպրոցի և Velocity Records ձայնագրման լեյբլի սեփականատերը, ըստ նրա LinkedIn էջի։ Ահա պաշտոնյաների մամուլի ասուլիսը։ Նախ ցանկանում եմ մեր խորին ցավակցությունները հայտնել այն ընտանիքներին, ովքեր տուժել են այս սարսափելի դեպքից։ Ոստիկանության կողմից մեր հիմնական նպատակն էր դեպքի վայրում վերահսկում, երթևեկության վերահսկում և տարհանում իրականացնելը։ Քաղաքի տարբեր հատվածներից ավելի քան 50 ոստիկաններ ժամանել են դեպքի վայր ընդամենը մի քանի րոպեում։ Մենք սկսել ենք տարհանել բոլոր այն տները, որոնք վնասվել են միջադեպից։ Միլլեր տարրական դպրոցում բացվել է տարհանման կենտրոն, որտեղ այժմ մոտ 100 մարդ է։ Փակել ենք բոլոր փողոցները։ Սանտո Ռոուդը Աերո փողոցից հարավ դեռևս փակ է և այդպես էլ կմնա մի քանի ժամ մինչև օրվա ավարտը։ Մենք կշարունակենք համագործակցել։ Ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել բոլոր փրկարարների մասին, ովքեր այստեղ էին այս առավոտ, թե Հրշեջ ծառայության, թե ոստիկանության։ Չեմ կարող բառերով նկարագրել տեսարանը, ռեակտիվ վառելիքը փողոցով հոսում էր, ամեն ինչ բռնկված էր միաժամանակ։ Սա իսկապես սարսափելի տեսարան էր։ Ոստիկաններն ու հրշեջները վազելով ներս էին մտնում տներ, մարդկանց էին դուրս բերում, ամեն ինչ անում էին մեկ ավելին կյանք փրկելու համար։ Դա իսկապես հերոսություն է։ Եվ վերջում ուզում եմ ևս մեկ անգամ ցավակցել բոլոր տուժած ընտանիքներին։ Հիմա խոսքը փոխանցում եմ քաղաքապետ Թոդ Գլորիային։
Շնորհակալություն, պարոն ոստիկանապետ։ Ես նույնպես ցանկանում եմ Սան Դիեգոյի քաղաքապետարանի անունից խորին ցավակցություն հայտնել ինչպես ինքնաթիռում գտնվող ուղևորների ընտանիքներին, այնպես էլ նրանց, ովքեր տուժել են ցամաքում։ Մենք կշարունակենք ամբողջ օրվա ընթացքում ձեզ տրամադրել թարմացված տեղեկատվություն։ Այնինչ կարող եմ այս պահին ասել, դա այն է, որ մենք ականատես ենք եղել բացառիկ արձագանքման գործողության, որը գլխավորել են Սան Դիեգոյի հրշեջ ծառայությունը եւ ոստիկանությունը, բայց սա նաեւ համագործակցված աշխատանք էր նահանգային, շրջանային եւ դաշնային գործընկերների հետ, ինչպես նաեւ մեր համայնքային գործընկերների մասնակցությամբ։ Այստեղ են Կարմիր խաչը, Սան Դիեգոյի կենդանիների պաշտպանության կազմակերպությունը եւ այլ կարևոր կառույցներ, որոնք ապահովում են, որ բոլոր տուժածները ստանան անհրաժեշտ աջակցություն։ Մեր քաղաքը կաջակցի այս տուժած ընտանիքներին այնքան ժամանակ, որքան պետք է, մինչև նրանք վերադառնան իրենց բնականոն կյանքին։ Այս մարդիկ մեր քաղաքի մի մասն են, նրանք մեր զինված ուժերի, համայնքի հպարտ անդամներն են եւ մենք նրանց կողքին ենք։ Մենք շատ ենք գնահատում Նավատորմի հարավ-արևմտյան շրջանի ադմիրալ Բրեդ Ռոզենի մեզ ուղղված արագ արձագանքը։ Նա բացառիկ գործընկեր է մեր քաղաքի համար։ Հատուկ ցանկանում եմ նշել քաղաքային խորհրդի անդամ Ռաուլ Կամպիոին, ով հետևում է իրավիճակին եւ ավելի ուշ կլինի այստեղ դեպքի վայրում։ Մենք բոլորս միավորված ենք, որ իրավիճակին համապարփակ լուծում տանք։ Կրկնում եմ, մեր առաջին արձագանքողներն արել են անհավանական աշխատանք։ Երկրորդական վնասների սահմանափակումը ուղիղ կապ ունի նրանց աշխատանքի, փորձի եւ մասնագիտության հետ։ Սան Դիեգոյի ամբողջ բնակչության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն հերոսներին, ովքեր այսօր առավոտյան գործել են վճռական։ Այո, սա ողբերգություն է եւ մեր սրտերը տուժածների հետ են։ Մենք կշարունակենք մնալ այստեղ ապահովելով աջակցություն բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Մենք այստեղ կլինենք մինչև նրանք կրկին վերադառնան եւ վերականգնեն իրենց բնականոն կյանքը։ Այժմի համար այսքանը, մենք հետևում ենք այս երկու դեպքերի իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություններն արդեն կհայտնենք երեկոյան ժամը 8-ին հիմնական թողարկման ընթացքում։ Շնորհակալություն մինչև վերջ հետևելու համար։